Սենց ժողովուրդ ջան, հենց սենց ա լինում, գիտեք, մի հատ խոսք կա, չնայած ես հիմա եթերային, այն որ ասում բառերով կասեմ, ու եթերը չփչանա, բայց B-ով բառը ավելի լավ է հնչում այս դեպքում։ Ասում անբարոյականը անբարոյականին անբարոյականը անվանում, որ իրան անբարոյական չանվանեն, հա։ Տոշնի այս դեպքն է։ Ուրեմն ես ամեն անգամ ասել եմ, որ ձեր հույզերի հետ, ձեր երազանքների, հայրենասիրությունների, սրբությունների, հավատքի ամեն ինչի հետ, ինչը որ ցավոտ է, այն տեղերը տոշկիկը գտել են, սենց ինադու սենց խփում են, մրմրցնում են, ինչա որ իրանք իրանց անբարոյական քաղաքական այդ աչոկները հավաքեն, հասկանում ես, բայց իրականում երբ որ գործ կանելու, իրոք հայրենասիրական կամ իրոք հենց եկեղեցին պաշտպանելու կամ մեր խաչը պաշտպանելու համար չկան, բայց հերվիս կնստեն, մանավանդ Ռուսաստանից կնստեն ու ձեռներն քարիտար չի, մենք կպայքարենք մեր եկեղեցու համար, ուրեմն լսեք ժողովուրդ ջան, նախ ողջունում եմ բոլորիդ, խնդրեմ, որ հաղորդման ընթացքում լինեք ակտիվ, մանավանդ այս արձակուրդային շրջանում, ժողովուրդ ջան, ինձ շատ օգնած կլինեք, եթե լայքերով լայքեք տեսանյութը, իհարկե ձեր կարծիքը անպայման թողնեք մեկնաբանությունների բաժնում, կիսվեք եւ այլն։ Ուրեմն ուշադրի լսեք, դուք գիտեք, որ Մոսկվայում կա եկեղեցի Սուրբ Հարություն անվան, որտեղ որ մի հատ այն որ ասում մի հատ խաչ կա, օծված խաչ, հենց եկեղեցու խաչը, անետարե դրել էին զուգարանի կողքը։ Հիշում եք, ես քանի անգամ շորտեր նկարեցի, բարձրաձայնեցի, խնդրեցի, որ սիրելի ժողովուրդ, հա, եզրասին ինչ խնդրես, եզրասին ինչ կարա անի։ Այնի բացի վնասից ինչ որ լավ բան չի կարա անի, հասկանում եք, տեղի այն որ ձեռները քարի տակ չի, ձեռները քարի տակ չի, այն որ ասում են մենք հեսա գալու ենք Հայաստանը փրկենք, մեկ ասում են մենք գալիս ենք, չգիտեմ, մեծ պատմական Հայաստանը հետ բերենք, մեկը գալիս ասում է, չգիտեմ, քրիստոնյա շարժում ենք սկսում մեր եկեղեցին փրկենք, մեկը ֆլանա, մեկը ֆստանա, ոբշեմ ինչ ասես, ինչքան փրկիչ ասես կա, հա, մեկը Արցախն է հետ բերում, մեկը չգիտեմ ինչն է հետ բերում, մեկը ասում է, չգիտեմ, սաղ երկրի ղեկավարությունը թուրք են, բայց ասում է Բելարուսի նախագահն է մեր ընկերը, ասենք չենք արդեն չջգում։ Մի խոսքով շատ չխորանանք, որովհետև գնացինք հասանք Հայաստան։ Բայց Ռուսաստանից ինչքան փրկող կա, չէ՞։ Արա այս 2 տարի ասում ենք այդ բանը խաչը զուգարնի կողը գցած է, մի հատ այդ խաչը լուծեք, այդ հարցը ոչ փող ենք ուզում, այ ձեր տունը շինվի, հա, ոչ շիվան չենք ուզում ձեզնից, ասենք մի հատ այդ խաչի հարցը լուծեք, այդ խաչը գցել են փողոց հարա, զուգարնի կողը գնում են ով ասես կարա այդ հավերեն ինչ ասես անի այդ խաչի, բան այդքան վիդեո արին լուծում չգիտենք։ Միակ լուծումը գիտես ինչ ա եղել, որ այդ խաչը զուգարնի կողից հանել են, կողից հանել որ մի 5 մետր են տարել էլի տենց են որ ասում է շինարարական այդ թափ թփուկների մեջ, հա, այդ զիբիլանոցը տարե շպրտել են ընդ մի 5 մետր 10 մետր մի քիչ էյան են տարե ու այս 2 տարի այձև դրած է։ Հասկանում եք, ես ինչքան վախտախոսում եմ։ Այսինքն, արա, բա դուք եկեղեցի եք փրկում, ձեզնից մեկը չէ լավ այդ խաչի հարցը լուծի։ Արա, ձեզնից մեկը չկար, որ այդ հարասել լավ ախպեր, այս մեր խաչը օծված քո եկեղեցու խաչն է, այնպես չի որ իմ ասածն ես անում, կամ չգիտեմ, իմ խաթր ես անում։ Արա, քո եկեղեցին է, բա փրկմեիք։ Բա գնա մի հատ մեկը չկա այդ խաչը, այդ զիբիլանոցից հանի, դնի բանը, չեմ ասում տունը տար, չեմ ասում տար չգիտեմ ինչ արա, բայց այդ եկեղեցին ես վիդեոներով նայում եմ լավ էլ հայաթ ունի, այդ հայացի մեջ մի հատ էլ սենց բան ա դրած, հայտարարություն ա դրած, չգիտեմ, խորոված անողապետ, չգիտեմ ինչ ա պետք, կարա այդ հանեք ռադարեք խաչը տե դրեք։ Կամ չեք ուզում այդ կարտելը ռադանեք, այդ խորոված արմյանսկի ցերկվում ուժնա, չգիտեմ, ընդ խորոված անող։ Կամ ինչես ասում հայկական եկեղեցում պետք է այս ինչ էսի, բախի չես ասում հայկական հայկական եկեղեցի շատ կարա լինի, չգիտեմ, կաթոլիկ հայկական եկեղեցի, այսինքն առաքելական եկեղեցին եք անել։ Լավ չխորանանք դրա մեջ, այն որ ասում մանրուկների մեջ շատ չխորանանք, չնայած մանրուկ չի, սա ինադու արած բան է, բայց այս հրանք այդ որ տենում եք ժողովուրդ ջան, որ գալիս ենք, փրկում ենք, արա խաչը գցած է օծված։ Այսքան ասինք, այսքան բան արինք, բարձրաձայնինք, մեկը չեղավ այդ հարցը լուծի։ Տաներ դներ, չգիտեմ, եկեղեցու ներսը, հա, չգիտեմ, հայաթը եկեղեցու 1000 ու մի տեղ կա, մի արժանապատիվ, մի անվտանգ տեղ դներ այդ խաչը, որ շուն ու գել, հա, հայ ինչ ուզողը չգար իր կարիքները հոգար։
այդ խաչի վրա։ Եկեք մի վարքյան տեսնենք տեսանյութը թե խաչը հենց հիմի այս պահին ինչ վիճակում է, որտեվ ես անձամբ խնդրել էի դե այդքան գոնե իմ տեսանյութից հետո, հա, շորտային տեսանյութից հետո երևի արդեն մի տարուց ավել երևի անցել է, բայց ըստ առաջ այդ խաչն դեղը։ Այդ ես եմ ուշ իմացել, մոտավորապես 2 տարի թե դրած է։ Մի հատ նայենք հիմի այս պահին նոր կադրեր թե ինչ վիճակում է այդ խաչը։ Նայեք։ Մի վարքյան։ Ահա, երևում է ժողովուրդ ջան, երևում է։ Մի հատ եկեք իրար հետ դիտենք։ Լենդրուշ, հարցնում էի խաչը որտեղ է։ Այսօր ամսի 10 հունիսի 2 օրից պայծառակերպության տոնն է։ Խաչը այստեղ, այս բաների հետևը, մուսորների հետևը, քարերի, հատխոդների հետևը լցած դրած է այնը։ Արդեն երկրորդ տարին ավարտվում է երևի։ Սա է։ Այսն է զուգարանն, այն անկինում դրած։ Այստեղ։ Ես զուգարանի կողքն էր դրած խաչը, հիշում եք, չէ՞ ժողովուրդ։ Խաչը պետք է լիներ այստեղ, այս արկայի վրայի խաչն է։ Այս արկայի վրայի խաչն է։ Ահա, տեսակ իրականությունը ժողովուրդ ջան։ Այս է իրականությունը, երբ որ խաչը քծած է, դրած էլ չի քծած է, հա, մեկ զուգարանի կողը, ասինք հիմի զիբիլանոցում, այդ պայքարողներից, այդ մեծ Հայաստան, հա, պատմական Հայաստանը ազատագրողներից, այդ ոչ մեկ ինչ, որ իրականում կազմակերպված է ամեն ինչ, հա, Ռուսաստանում թռած մի հատ գեներալիկ կա մեկը, որ Ռուսաստան թռած է, այդ որ պատերազմի ժամանակ ինքը չկար, ինքը այդ գյադեն է ինքը, որ թռել էր, ինքը թռնում է պատերազմի վաղտ, հա, բայց հետո հերվից ազատագրում է, մեծ Հայաստանը ազատագրում, Արցախը ազատագրում, հա, ու տենց ինչ որ բաներ է կազմակերպում, որը որ ընդհանրապես ոչ ինքը Հայաստանի հետ կապ ունի, ոչ պատմական Հայաստանի հետ կապ ունի, ոչ Տիգրան Մեծի հետ կապ ունի, ոչ Արցախի հետ կապ ունի, ոչ եկեղեցու հետ կապ ունի։ Այդ ինը բարը այդքան լավ տղա եք, այդքան անող ձեռներդ հասնող տղա եք, բայց ամոթ չի արա հայ առաքելական եկեղեցու օծված խաչը, այս 2 տարի է գոռում ենք, ասում ենք փողոցն է գցած, էй հայ ճշտամիները էթում իրենց կարիքները հոգում են այդ խաչի վրա, արա, բա մեկը չկար վեկալեիք, համի էլ պիչ էլ չետակ, էլ իշներիս է պետք, որ պտի այսքան թուկ ու մուր տանք, որ տեղներից չարժվեք, ես այս տեսանյութը անում եմ, ցույց եմ տալի հայ ժողովրդին, որ այս մարդիկ քաղաքական մուտիլովչիկ են, որ ընդհանրապես ոչ կապ ունեն հայոց առաքելական եկեղեցու հետ, ոչ հայրենասիրության հետ, ոչ էլ պատմական Հայաստանի կամ ազատագրությունների հետ։ Սա ձեզ ապացույց, որ դրանք սուտ են խոսում։ Հասկանում եք, որ էլեմեն, բան, պաթոս, բան, հաստինք, գրավինք, չգիտեմ, էսա եկանք, անկլավ պահինք, այն պահինք, արա դուք կարաք անկլավ պահեք, դուք ոչ մի բան չեք կարա պահեք։ Եթե դուք պահող լնեիք անկլավ կամ Արցախ, նախ ժամանակին, երբ որ վլաստ կար ձեր ձեռը կամ ձեր ընկերների ձեռը, Արցախը երկիր կսարքեիք, Հայաստանը երկիր կսարքեիք, այսօր ռուսիկի մեջ չէիք մտնի ու կասեիք ամոթ քեզ ռուս, որտեվ գցենք 36 թվին կամ չգիտեմ 32 թվին, մոտավորապես եմ ասում, հա, այդ թվերին դուք եք այդ անկլավները տվե Թուրքին։ Ես ընդ քարտեզ եմ դրե բան, մի անգամ շորտ եմ արել, հա, որ այդ անկլավները Թուրքին տվողին, բան չեն ասում, այսօր եկե Հավայի բանը, այսինքն ամեն ինչին չափ կա, սահման կա, մուտիտը, այսօր դուք եկել եք այս որ ասում է համացանցային ժամանակաշրջանում, այս ինտերնետային ժամանակաշրջանում ուզում եք մուտիտներ անեք ու ձեր մուտիտները մենք էլ չբացահայտենք, այսինքն մենք չոր ենք, ինչ ենք արա, չենք տենում, անֆայմ ենք, անքը ծիծակ ենք, չենք տենում, որ մուտիտ եք անում, այ իրական բան կարանելու չարեցիք։ Հիմա ուշադրություն, ինչ կարա թող խաչը ըլնի փողոցը ժողովուրդ ջան, հա, բայց մատարի եկեղեցու բակում դնենք բան, կարտել, խորոված անող ենք ման գալի, բան։ Եկեք էսել էսա մի պահ նայենք, մեկ վարքյան, ուրեմն, հետի որտեղ էր, մեկ վարքյան։ Լենդրոշ։ Իրոպե էսել բան անեմ։
Ձեզի որ ցույց տամ։ Լսեք։ Լենդրոշ, ես քեզ ասել էի շշլիչնիկի համար։ Սուրբ բարությունն է։ Ահա։ Ուշադիր ժողովուրդ ջան, ահա կարտելա դրած բան, հա, հայկական եկեղեցին ու այս ամեն ինչը մանա գալի, հա, ու որ բանն էլ չկա գրած գցենք։ Հայկական առաքելական եկեղեցի գրած չկա, մենակ հայկական եկեղեցի տարբեր հայկական եկեղեցիներ կա աշխարհի վրա, հա, գիտություն այս կարտել դնողին, հա։ Մի խոսքով, ինչ եմ ուզում ասեմ, ամեն կերպ պղծվում է իրականում եկեղեցին, հա, կարտելը ներս, խաչը օծված դուս։ Ու խորոված անող են մանգալի, պովր են մանգալի, բան, սենց ինչ որ կայֆերի տեն որ ասում եմ մեր ռեստորանը մեր ասում եմ ռեստորան այնքան ասինք ռեստորան մեր եկեղեցին սարքել են բիզնես կենտրոններ, ռեստորաններ, չգիտեմ ինչ կայֆավատ ալնելու տեղեր, այս դրա համար եմ ասում։ Այդ բակ հել ենք ասում, չէ, դες բան չկա, բանը կարքին բանա կաթողիկոսա, աղբերն էլ կարքին թեմի առաջնորդ, ինչ չէ կարա։ Իդեպ, ասի լավ էդի հետո։ Սա է մարդկանց իսկական դեմքը եւ վերաբերմունքը սրբությունների հանդեպ։ Այո, սա է մարդկանց իրական վերաբերմունքը սրբությունների հանդեպ։ Բայց կհելնեն եւ իրենց տեսախցիկներով ձեզ կհամոզեն, որ գալու են եւ միամիտ հայտնվելու են Երևանի կենտրոնում, ազատագրեն ողջ պատմական Հայաստանը եւ փրկեն հայոց եկեղեցին։ Պատվական սրխոչը հետ կտեր։ Վերջի պատարակը եղել է զատկական, ըստ կարմիր մոմերի։ Սրբություն։ Փառքես Տեր, փառքես աղաքս ամենայնի Տեր, փառքես։ Ինչպես տեսակ, սիրելի բարեկամներ, թե եկեղեցիում տեղ կա, թե եկեղեցիի բակում տեղ կա, թե իրանց ուզած կարտելի համար տեղ կա, մի մեծ տարածք կա եւ եկեղեցին էլ ոնց հասկացանք այս պահին դե մոմերից բան սարգավակը բացատրեց, որ բավականին երկար ժամանակ հա արդեն պաթառակ չեն արել, այսինքն տեղ կա էլի խաչը դնելու դենց է չի որ տեղ չկա, կամ ինչ նշանակում խաչի համար տեղ չկա, դաժե абսուրդ է, ինչ եմ խոսում, տեղ չկա, բան, ոնց կարա տեղ չլինի, պրոստը դաժե այդ абսուրդային տեսանկյունն եմ էլի իրանց ուզում բանանեմ, ուզում եմ ըմբռնեմ, արա, կարող է իրոք ինչ, բայց հետո որ ասում ուշքի ես գալի, ասում ես ինչ եմ մտածում, մի խոսքով ապացուցեցինք, այս էլ սենց ժողովուրդը, էլ չհելնեմ, չլսեմ ընդից, աղա, մենք հեսա գալիս ենք, չգիտեմ ինչ անենք, փրկենք, բան, մի հատ խաչ չեք կարում տեղափոխեք ամոթ ձեզ, անցանք առաջ, ուրեմն այս վերջերս ես մի հատ վիդեո տեսա, պրոստը ժամանակ չունեի շատ որ հելնեի խոսայի ժողովուրդ ջան, ճիշտ ասած շատ ուրիշ թեմաներ կար կարևոր, բայց հիմա քանի որ այս արձակուրդային սեզոնն է, բայց կակրաս պահնա ժողովրդին հիշեցնելու։ Մի հատ բլոգեր կա, էլի ինձ բլոգեր է, ինչ որ է, տեսա բաներ արել, այսպես ասած մի անգամից այն որ ասում ուղիղ իմաստով կոպիա էր արել, հա, այն որ ասում պատճենել էր այն իմ մտքերը, ինչը որ ես ժամանակին դուրս եկա եւ ասեցի, բացատրեցի, ոնց կարելի է իրոք Թուրքիան մեջից քանդել, այ ոչ թե սրանց նման էլի թանկ հասնենք զենքով տավինք, թե ոնց պետք է զենքով տան, ես չգիտեմ, հա, որ պատերազմալում թռնում են, էլի, պագոնները, վրեքները։ Ես նորմալ բացատրեցի, ինչպես կարելի է եւ անգամ կոչ արեցի բոլորին միանալ, էլի, մանավանդ լսարան ունեցող մարդիկ միանան եւ այդ չելենջը անեինք մի հատ թուրքերին, որը որ մեջից
այն որ ասում չէր միանգամից քանդի, բայց այն որ սկսեր ճաքել տար, ճաքեր։ Այն որ հայրենասիրություններ կկոտրեր իրանց մեջ, երբ որ իրականությունը իմանանք, ու ես ինչ արեցի այն ժամանակ։ Ես ինքս այն որ ասում դե ինքա անալիզ տվեցի եւ բոլորին ցույց տվեցի իմ հայ լինելը, հա արմատները, բան, հայ լինելու տոկոսները եւ այլն, այդ վիդեոները կա։ Ու ասեցի ժողովուրդ ջան, Թուրքիայում դու գիտեք որ թուրքը փոքրամասնություն է, ինքնա շատերը գիտեն թուրք են, բայց թուրք չեն։ Այնտեղ տարբեր ազգեր կան, շատ տար, այնտեղ հույներ էլ կան, հայեր էլ կան, քրդեր էլ կան, հլեսի սենց այն որ ասում տարածաշրջանի բնիկներից, հա, պարսիկներ էլ, բայց այնտեղ լրիվ ու իտալացիներ էլ կան, вообще ինչ ազգասես կա, ժողովուրդ ջան, իրոք շատ են ու թուրք շատ քիչ կա, կամ չգիտեմ 10% հելն են թուրք, 20% հելն են թուրք, մաքուր թուրք չի հելնում։ Ի տարբերություն մեզ, հա, մենք նորմալ այն որ ասում հայերս իհարկե ես ոչ մի դեմ բան չունեմ այն մարդկանց ովքեր որ այն որ ասում արմատապես հայ չեն, հա, բայց ինչ եմ ասում մենք նորմալ հայերս, որովհետև մարդիկ կան որ հայրենասիրությունից են խոսում, մարդիկ կան որ իրենց հայ լինելուց են խոսում, բայց երբ որ այն որ ասում մի քիչ քանդրտում ես կամ դեմքներին նայում ես կամ իրանց գաղափարախոսության իրական անկյունը նայում ես, հասկանում ես, որ սրանք այ այդ կապ չունեն։ Դրա համար ասում եմ նորմալ հայրս, այսինքն անպայման չի միայն արունդ հայ լինի, սրտանց էլ կարաս դու հայ լինես, հոգով էլ կարաս հայ լինես։ Բայց մենք խոսում ենք հենց արնան մասին, հասկանում եք, ես ասում եմ, որ անգարց ոչ մեկ չվիրավորվի, դե գիտեք, համացանցում մուտիլովչիկները շատ են ելնում, են որ ասում կեղտ վրետ բռնեն, մուտիտ վրետ տարածեն, էլի համացանցում, որ գիտեք ինչ կա ռասիստական բաներ է տարածում։ Այսինքն սրա համար ես մեկնաբանում եմ, մի քիչ մանրանում եմ, որ այդ մուտիլովչիկների բերանը փագեմ, որ ասում վրես հաչացնել չտան, հա։ Բայց համի ասնենք այն թեմային, ինչը որ ես ասում էի, ու ես արեցի էլ միանգամից ցույց տվեցի, ասիմ ժողովուրդ ջան, անում ենք այս ձև իմ նման անալիզներ, ցույց ենք տալի, որ մենք հայ ենք, հա, այսինքն հենց մեր արունով, մեր գենետիկական կոդով, sense որ մենք հայ ենք, մաքուր հայ ենք, եւ challenge ենք net, հա, թուրքերին ասում ենք հələ դուք էլ արեք։ Եվ իհարկե դե լավ բան ես առաջարկում, ոնց կարա մեկ արձագանք, իհարկե արձագանք չէ լավ, ոչ մեկ դե զեն չանին, բայց TikTok-ներով, դե ես թող մենակ քաղաքական բլոգերներին չէի ասում, TikTok-ներով ընդհանրապես մարդ, ով ունի լսարան հայ մարդ, հա, որ այդ գործին կապնի եւ իրոք մեծ հարված կլներ Թուրքիայում, գիտեք Թուրքիայում էլ դա անգամ վախից այդ գենետիկական կոդի այդ անալիզը, հա, ոնց են ասում հայերեն հա էլի գենետիկական այդ անալիզը դենկան, հա, ընդ ոչ թե ոչ թե արգելված է, որտեղ մարդիկ կան ասում են արգելված է, ոչ, արգելված չի, այս սահմանափակված է, հասկանում եք, որ դժվարություններ լինի, այսինքն ամեն ինչ արել են, որ չկարանաս ճիշտ իմանաս էլի, եւ բայց գիտեք ինչ կա, երբ որ մարդուն գցում ես, այն որ ասում խոդի, այն որ ասիր ես հայ եմ, հələ արա տենամ դու թուրք ես, արա, որ այդքան ասում ես թուրք եմ, հա, որ ասում թասիբի որ գցես, իրանց լեզվով ասած, հա, մի ձև կգտնեն, իրանք ձևը կգտնեն, գիտեք ինչ կա, հիմա շատ ավելի հեշտ է, մանավանդ դրսի լաբորատորիաներից, որ պատվիրեն, ձևը կգտնեն, կանեն ու լավն էլ էնա, որ ղրգում ես դու սենց դրսի լաբորատորիան է, էլի արդյունքները տալի, ոչ թե տեղի երկրի ներսի, որ ինչ ուզեն խափեն բան, հա, կարող է ներքին հրամանը լինի։ Մի խոսքով, ասեցի, հասկացաք, չէ, այսինքն իմաստը, ասեցի, դες ձեն մեն չհանին, բան, օքեյ, դե իրանց գործն է, իրանց միտքը չէր, հա, հայկական գործին ոնց կպնեին, ոնց անեին, իրանց միտքը պետք է լինի, էլի, պետք է իրանց շոու է պետք, էլի, որ այդ ձև շոու լինի, լայքեր լինի, բայց որ հայկական նորմալ հայամետ բան ես առաջարկում, որը որ մեր թշնամուն հարված է լինելու, որտեղ որ բացահայտվելու էր, էթալու էին անեին տենային թուրք չեն, հա, կամ թուրքի տոկոսները շատ
ցածր է, իրանց այդ հայրենասիրությունը մեջը կոտրվելու էր, ջարդվելու էր, ասեն չանին։ Մի խոսքով, մի ինչի է մեծ թեման հիշը, հեսա այդ վիդեոն էլ կդնեմ բանը մի քիչ այդ մասը կտեսնենք ժողովուրդ ջան, որ չասեն սուտ ասում էլի ովքեր որ չեն տեսել, ինտերնետը լավ ամեն ինչ հիշում է։ Այն օրը տեսա այդ քաղաքական էլի բլոգերներից տարիքով էլ մարդ էս ասա, արա այդ իդեաց վեկալը Իրանով արե ու այսինքն եկա արդեն ժամանակ անցել ու այդ ուզում է ինքը վրցնի էլի բա գենետիկական կոդը բան անալիզ անենք թուրքերին կանչենք չես ամանչում եթե դու տեսել ես ին վիդեոն ու դու տեսել ես քեզի չդնես չտենաց հողի տեղ հա հերիկա քեզի դնես հիմարի տեղ մի երկու անգամ արդեն առիթ եղել է այլ ես որ տեսել եմ այս մարդը իրան դնում է պրոստը հիմարի տեղ տեսել ես դուրուտեկիլը անկախ քո այն որ ասում է իմ հանդեպ քո կարծիքից կամ իմ չգիտեմ եթերները քո դուրը գալ չգալուց հասկանում ես էսի այն պահն է երբ որ անկախ ամեն ինչից եթե դու հայ ես այս հարցում իրար հետ պետք է լինենք անկախ ամեն ինչից հակա քաղաքական տեսանկյուններով դու իմ հետ համաձայն չլինես բայց այս հարցում էլ պետք է բայց չինքն նախանց կիղտոտ մարդիկ են, արա, ասում են բռնենք գողնանք, հետո ժամանակ թոմաստի մեզնով անենք, բան, այձև կիղտոտ մարդ, ու որ գիտես էլ տարիքը, նայում ես տարիքը, բան, ես ասում եմ մարդ եղեք, են մի հատ բան ունես, կոլեգա ունես Ռուսաստան, այ ոնց նրա դեմքը ճղիմ, սաղաշխարի իմացավ ինքը ով է, այձև մի օր քոնն էլ կճղեմ, եթե դու այդ ձևերով շարունակես Եկեք մի հատ էլ իմ վիդեոն նայենք, թե ես ոնց էի ասում, ժողովուրդ ջան, հա, մեկ վարկյան, ես էլ պստիկ ծնենք, երևում ատ է, այո, բաս մի քիչ էլ պստիկ ծնենք, իհարկե ես տեսան YouTube Facebook-ում էլ կա եւ այլն ես այս պաստ եմ դնում ինքը վիդեոն ավելի երկար է գիտեմ ինչեր են անում ոբշեմ մի խոսքով անիմաստ ժամանակ եք կորցնում ժողովուրդ ջան ես ձեզի մի հատ լավ առաջարկ ունեմ էլի այդ вообще ընդհանրապես հայը հային քֆուր տալը որն է հայը հայի վրա տես չգիտեմ մատ թափ տալը որն արա հանգստացեք էլի այդ դրանց մասին է խոսքը նորմալ հայերին ես նորմալ առաջարկ ունեմ TikTok-ա հայություն ընդհանրապես ոչ միայն TikTok-յան Ինչու ես առաջինը շեշտեցի TikTok, քանի որ TikTok-ում մի քիչ բարդակը շատ է ու դուք լավ գիտեք։ Եվ TikTok-ում դիտումները ուրիշ են, հա, ամեն մի քիչ ավելի շատ sense վիրուսային ոնց որ լինեն, տարածվում են։ Ուրեմն սիրելի հայեր, հարգելի հայեր, Թուրքիայում, հա, ապրող մարդիկ, Թուրքիայի ապրող, ես չեմ ուզում ասեմ թուրքերը, որտեղ ընդ շատ քիչ տոկոսով թուրքեր կան։ Որ DNK ADN-ը կամ գենետիկական, ոնց ուզում եք անվանեք, անալիզներ են անում, շատերի մոտ բարձր տոկոսով հայկական արմատներ են լինում, հա? Չեմ ասում 100% հայեր, բան, հա, սենց, բայց բարձր տոկոսով գենետիկական հայեր են լինում։ Եվ ոչ միայն հայեր, այնտեղ հույներ էլ կան եւ այլն եւ այլն։ Եվ տոկոսը այնտեղ ինչը որ քիչ է, դա Էդի հենց Թուրքն է։ Ուրեմն Թուրքիան պայթեցնելու հիանալի միջոց, որ հայկական, գենետիկական կոդ կա այնտեղ, շատ ժամանակ 30%, 40%, 60% անգամ, որ կարողանաք պատկերացնել։ Դա այն է, ինչը որ մենք թողել ենք իրանց մեջ, այդ գենետիկական բոմբը, որ մենք պետք է պայթեցնենք, մենք պետք է ակտիվացնենք։ Դա հիանալի առիթ է պայթեցնել Թուրքիան ներսից։ Այ դուք այդպիսի չելենջներ ուղարկեք Թուրքիա։ Այ ձև անում եք իմ նման, այ ձև անում եք գենետիկական անալիզներ, ցույց եք տալի թուրքերին, ասում եք կարաք դուք էլ արեք։ Թուանեն։ Challenge նետեք թուրքերին։ Թուրքիայի ժողովրդին, հա, կամ լավ այսինքն sense ասենք թուրքերին, որ հասկանալի լինի։ Challenge նետեք, լասեք մի հատ գենետիկական անալիզ արեք։ Հələ տենանք Նայեք մենք հայ ենք ախպեր, անում եք, ցույց եք տալի, ես հայ եմ, հələ տենամ դու ով ես, ես ասա կասկածում եմ, որ դու թուրք ես, ախպեր ջան, թոյթան հələ անեն, տենան քանիսն է, այձև կպայթացնեք Թուրքիան, որտեվ կամ հույն է հելնում, կամ հայ է հելնում, կամ լրիվ մի հատ չգիտեմ, իտալացի, ինչ ասես հելնում է, հա, բացի թուրքից ինչ ասես հելնում է, մի հատ
Համացանցային այդպիսի, չգիտեմ, պատերազմ արեք, մի հատ գմփացրեք Թուրքիան, այդ անիմաստ մենք մեր մեջ, մենք մեզ, չգիտեմ, ընդ քֆուր եք անում, իրար հետ կռվում եք, ես ձեզի լուրջ առաջարկ եմ անում, պայթեցրեք Թուրքիան, իսկ Թուրքիան պայթեցնելու համար, հա, այսինքն ես իհարկե նկատի ունեմ ոչ թե բոմբ դնեք պայթեցնել, այ պայթեցրեք համացանցի միջոցով, քարոզչական պատերազմով, դուք այդ հնարավորությունը ունեք, գենետիկորեն ունեք, մենք այդ գենետիկական, այն որ ասում է բոմբը իրանց մեջ թողել ենք, հասկացաք ժողովուրդ, նայած որ մասից են, պայթեց հետագայում իհարկե եթե ցանկություն ունենաք այդ տեսանյութը նորից գտիտեք եթե ուզենաք, բայց կարծում եմ լավ իմաստը հասկացաք, այնտեղ ես նորմալ բացատրեցի։ Եվ այս միտքը, որը որ Facebook-ում բավականին մեծ դիտումներ է ունեցել, այտենց մնաց անարձագանք, բայց դուրս եկավ լավ էլ տեսել են որոշները, բայց անպայման ուզում են իրանցով անեն, դրա իրանց ձեռ չեր տալի, էլի։ Էս էի ուզում ասեի, որ դուք իմանաք ովքեր են այդ մարդիկ, ես համոզված եմ ձեզնից շատերը ճանաչեցին, եւ թող սաղ լինի երևի վերջին իմ զգուշացումը տվյալ այդ մարդուն, քանի որ հաջորդ անգամ ես նորից կրկնում եմ, կամ եթե դու լսում, դու եթե նորմալ մարդ ես, մարդավարի մարդ ես, հայ մարդ ես, նորմալ առաջարկ լսել ես, նորմալ ձևի արձագանքեիդ մի անայիր, ոչ թե պագոնները քո կարծիքով, էլի, չնայած դու այդ ով ես, որ գցենք մատե պագոն ունենաս, բայց քո գլխի մեջ քո նկարած պագոնները մթոմ կընկներ, որ արձագանքեիդ, էդի հետ, հա մի քիչ իրանով է ուզում անի։ Հենց որ վերընկի տեղդ, հարգելիս, այսօր այսքանը ստեսություն, հաջողություն։